Պարոն Ուրիխանյան, տարին ավարտվում է, կառանձնացնեք այս տարվա Հայաստանի Հանրապետության համար որոնք են ձեռքբերումները 5 պայմանականորեն եւ բացթողումները, նախ սկսենք ձեռքբերումներից։ Ձեր կարծիքով մեր հանրապետությունը 2014 թվականին ինչ ձեռքբերումներ է ունեցել։ Ես չեմ ուզում նախատոնական տրամադրությունը ձեր մեզ դիտող հանրության մոտ ստվերել, ձեռքբերումների մասով փոքր ինչ վերապահումներով խոսելիս։ Դրա համար այսպես մի փոքր գույքագրելով ունեցածը ամփոփեմ հետևյալի մեջ. գլխավոր ձեռքբերումը ես համարում եմ այն հավաքական պատկերացումը ընկալումը Հայաստանի Հանրապետությունում սեփական ուժերով լրջագույն որակական փոփոխություններ իրականացնելու գիտակցման մեջ։ Սա լավ է, որ մենք ասելիս ես ուզում եմ հուսալ, որ այս խոսքերը կարելի է վերագրել մեր բնակչության բացարձակ գերակա թվով մեծամասնությանը, որ մենք գիտակցում ենք, թե մեզանից է կախված մեր իսկ կյանքում որակական փոփոխություն իրականացնելը։ Որևէ այլ ձեռքբերումներ ճյուղավորել առանձնացնել ես կդժվարանամ, ցավում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը այս տարվա ընթացքում եւս լքեցին 100 հազարավոր մարդիկ, ցավում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը տարեմուտը արձանագրեց, կարելի է այսպես ասել, լրջագույն ֆինանսական ճգնաժամով, առանց այն էլ ունենալով սոցիալական եւ տնտեսական լուրջ խնդիրներ, սա մեղմ ձևակերպում է դեռ։ Եվ ես ուզում եմ հուսալ, որ 2015 թվականը կբերի փոփոխություններ արդեն յուրաքանչյուր հայաստանցու համար շոշափելի գոնե հույսի ու հավատի, թունելի վերջում տեսանելի լույսի տեսքով, այնուհետև նաեւ սեփական կենսակերպի վրա ազդեցությամբ։ Հայաստանցու համար իր իսկ սեփական երկրում գոնե նվազագույն անհրաժեշտ կենսակերպ ապահովելու անհնարինությունն է, որը պետությունը այսօր թեթև ակնարկով գործող իշխանությունների անարդյունավետ պետական կառավարման պատճառով չի կարողանում ապահովել սեփական քաղաքացու համար։ Հաջորդ տարվա համար ինչ կանխատեսումներ կան։ Այս տարի մենք սկիզբ առանք քայլեցինք փոփոխություններին տանող ճանապարհով։ Գնացինք այդ ուղով։ Ես ուզում եմ հուսալ, որ 15 թիվը կլինի ռազմավարական նպատակակետին հասնելու տարի։ Ես ուզում եմ հուսալ եւ հավատալ ու պարտավորվում եմ շարունակել բոլոր ջանքերս ամբողջ եռանդս իմ թիմակիցների հետ մեկտեղ ներդնել այդ գործում, ուզում եմ հուսալ ու հավատալ, որ 15 թիվը կդառնա այդ փոփոխությունների արդեն տեսանելիության տարի։ Իսկ 2014-ը Բարգավաճ Հայաստան կուսակցության համար ինչ տարի էր։ Եթե առանձնացնեք այդ գործընթացները, ինչի մասին դուք խոսեցիք, ընդհանուր առմամբ կուսակցության համար ինչպես կբնորոշեք այս տարին։ Վճռականության տարի, անշեղուն քաղաքական կուրսի հաստատման, վերահաստատման տարի, փորձությունների տարի, դժվարությունների տարի, բայց եւս անշեղունության տարի, թույլ տվեք այս ձևակերպումն օգտագործել։ Պնդանալու, ամրանալու տարի, կոփվելու տարի եւ նախադրյալներ հավաքելու հաջորդ եւ հաջորդող բոլոր թվականների ընթացքում երկիրը զարգացման ու առաջընթացի ճանապարհով տանելու համար։ Եվ ձեր ամանորյա մաղթանքը։ Ես ուզում եմ, որպեսզի լավ տրամադրության համար անթիվ անհամար առիթները չշրջանցեն մեր բոլոր քաղաքացիներին։ Ես ուզում եմ, որպեսզի դուք մեզ հետևող հեռուստադիտողները կամ ինտերնետ այցելուները, մեզ շրջապատող մեր համաերկրացիները, մեր բնակարաններում, բնակավայրերում, քաղաքներում եւ երկրում լինեն ուրախ, երջանիկ եւ առողջ, որպեսզի ունենան հույս եւ հավատ, որ Հայաստանում ապրելը լինի հաճելի եւ դա ինքնին դառնա հիմնական վառ բարձր տրամադրության առիթ։